Արտաշես առաջինը, երբ բազվում է գահին 189 թվականին անկախություն հռչակելով, նա ունի լրջագույն մարտահրավեր, Հայաստանի սահմանները տարբեր հատվածներում նվաճված են, Քրիստոսից առաջ 3-րդ դարի վերջին, օգտվելով Հայաստանի թուլացումից, հարևանները խլել են տարբեր տարածքներ։ Եվ նա իր առջև խնդիր է դնում մոդեռնիզացնել թագավորությունը, այսինքն մի կողմից բարեփոխումների միջոցով պետական ապարատը, պաշտպանության ամբողջ համակարգը արդիականացնել եւ մյուս կողմից իրականացնել նաեւ պատերազմական գործողություններ, որոնցով կվերականգնվեն Հայաստանի սահմանները։ Այստեղ բնականաբար կարող է առաջանալ հարց. ինչ սկզբունքով է Արտաշես առաջինը այս ամենն իրականացնելու։ Եվ հենց այս ամենի արդյունքում է, որ նրա գնահատականը հետագայում փոխվում է հեղինակների մոտ, այսինքն սկզբնապես փաստացի հայոց թագավորության դեմ գործած անձը ավելի ուշ շրջանում կատարում է շրջադարձ եւ սկսում է գործել իշա հայոց պետականության եւ դրա համար է, որ խորենացին նաեւ նկարագրում է, որ նա սիրվեց արկանց կողմից եւ Արտաշեսի շուրջ հյուսված տարբեր վիպերքերի մեջ նաեւ կա այն դրվագը, որ նա երբ հուղարկավորում էին նրան, բոլորը ողբում էին, նույնիսկ շատերը ինքնասպանություն էին գործում իրենց թագավորի հետ միասին հուղարկավորվելու համար։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։